մեր շատ մեծ ցանկությունն է, որ մասնակցություն ունենանք Հիսուսի արձանի կառուցման գործում, մեր չափով ներդրում ունենանք։ Կզանգենք, կգաք, բոլորը կազմակերպենք, քար կդնեք, հավաստագիր կստանաք, որ դուք մասնակցել եք այդ շինարարությունը, աղոթները շուրթերին նպատակով իմ ցանկությունն է եղել, դա ազգովի կառուցեք։ Բարդ Գեղարքունիքի մարզից վաղ առավոտյան հատիս եկած մեր հայրենակիցների ոգևորությունն անպատմելի է։ Նախորդին հատիսի բարձունքն էին բռնել ասորական համայնքի ներկայացուցիչները, ապա թոշակառուները, որոնց տված խոստումը կատարել էր Գագիկ Ծառուկյանը։ Հիմա էլ հերթն իրենցն է։ Ինչ որ խոսք էի տվել, ես իմ խոսքը պահելով, հիմա էլի հանդիպան եք գնում Արագածոտնը, բայց իմանալով, որ դուք եկել եք, ազատության պայման կամ ձեզ ողջունեմ ու նորից գնամ, որ հասնեմ, թե չէ մեծ հաճույքով կբարձրանայի ձեր հետ վերև, կմասնակցեինք, հիմա դուք բարձրացեք, ձեզ վերևը սպասում են, դուք մի հատ քար դրեք, մի ցեղ լցեք, ձեզ հավաստագրեր կտանք, կնկարվեք ու դա կպահեք, որ ձեր թորներին, բոլորին ասելով, որ դուք մասնակցություն եք ունեցել այդ կառույցի շինարարությանը։ Հիմա որ բարձրանաք, արդեն կզգաք հզորություններ, գեղեցկություններ։ Ձեզ բարձր տրամադրություն, Աստված պահապան, մեր բոլորին։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, որ մեր համար ժամանակ եք գտել։ Մեզի սեր ջերմընդունելության եք արժանացրել, շատ ուրախ ենք, որ մենք էլ ենք մասնակցելու այս ամեն ինչին։ Շնորհակալություն եմ։ Ես ձեզնից մեկն եմ, ամենակարևորը, որ եք ոչ մեկին ոչ մի չի կարող զարմացնել։ Վերաբերմունք, ուշադրություն, ջերմություն, ձեզ հավատամ։ Ձեզ բարի ճանապարհ։ Շատ էին լսել հազարավոր հիացմունքի խոսքեր, հետևել նախագծերին էկրաններով, բայց սեփական աչքերով տեսնելն ու զգալն ուրիշ է։ Կարճ ժամանակում հսկայական աշխատանք է արվել։ Ահաջոպանուղու աշխատանքների ընթացքը կառուցվում է միաժամանակ թանգարանը, համալիրի կունենա ժամանցի վայրեր ու նաև գիշերակացի հնարավորություն։ Որոշ ժամանակ անց կտեղադրվի նաև մոտ 20 տոննա կշռող 33 մետրանոց արձանը, որը պատվանդանի հետ միասին կունենա 101 մետր բարձրություն, այսպիսով դառնալով Քրիստոսի ամենամեծ արձանն ամբողջ աշխարհում։ Քիչ այն կողմ կկառուցվի նաև Նոյան տապանը։ Մեր ժողովրդի անցյալն ու ապագան միավորվում են մի տարածքում, որի անունն է Հիսուս Քրիստոսի արձան։ Նպատակը մեկն է՝ Փրկչի մոնումենտալ համալիրը դարձնել ազգային վերածննդի ներքին համերաշխության, հույսի, հավատի ու սիրո խորհրդանիշ։ Բացի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի կառուցումից, այստեղ նաև կառուցվելու է Նոյան տապանը։ Վերջերս պարոն Ծառուկյանը հայտարարեց այդ մասին, որը մեր ազգային վերածննդի խորհրդանիշն է լինելու, ինչպես Նոյը մարդկությանը փրկեց իր տապանով, մարդիկ վերածնունդ ապրեցին, այնպես էլ նոր Նոյան տապանը, որը կկառուցվի հատիսում, մեր ազգային վերածննդի խորհրդանիշը պետք է դառնա։ Թանգարանի տարածքում այցելուներին է ներկայացվում մինչև այսօր կատարված աշխատանքը, խոսվում այն գաղափարի մասին, որ դրվել է կառուցման հիմքում։ Մեգանախագիծը ներառում է բոլոր ենթակառուցվածքները։ Ամեն ինչ մտածված է, որ Փրկչի արձանը տեսնելու եկող զբոսաշրջիկն ու պարզապես ամեն այցելու իրեն զգա առավելագույնս հարմարավետ եւ այդ շղթայում անշուշտ ծաղկեն հարակից բնակավայրերը, որն էլ կհանգեցնի ոլորտի զարգացմանն ու տնտեսական աճին։ Գեղարքունիքից այստեղ են եկել մեծով ու փոքրով, խնամի բարեկամով, թող որ իրենց սերունդներին պատմելու բան ունենան։ Շինաշխատանքներին մասնակցելու առաջին հնարավորությունը տրվում է փոքրիկներին։ Կանունի գյուղից եմ եկել պապայիս ու խնամիրանի հետ եկել եմ աշխատել։ Շատ ընտիր, հաճելի ժամանակ ասկացրին ժողովրդի հետ, նայեցինք հիանալի կառույց ու շատ շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանից, որ այսքան ներդրում է Սողայի ազգի համար։ Հանրապես մարդին ճանաչում են իր արած գործով, չէ, իր արած աշխատանքով, եւ դա պարոն Գագիկ Ծառուկյանն է, շնորհակալ ենք այս կառույցի համար, որ բնակավարում էլ նայում ես Գագիկ Ծառուկյանը կա։ Մեր ողջ հայ ազգով շնորհակալություն հայտնենք Գագիկ Ծառուկյանին, որ այսպիսի շինություն է ստեղծում։ Սա հայ ազգի պարծանքն է։ Գիգանտ շինություն է, չգիտեմ, ասես ասելով չի լինում։ Շատ հիացած ենք մեր երեխաներին, թոռներին հետագայում ցույց կտանք, որ մենք էլ այդ մեծ արձանին մեր ներդրումը ունենք։ Ու իրոք մեր պարոն Ծառուկյանին հալարա։ Իհարկե, իր օրակ թե աշխատանքով, թե
ներդրումներով։ Ամեն մեկս մի նպատակով ենք եկել, հստվաստա բոլորի նպատակները իրականանա։ Ոնց որ սենց մեզի ավելի մոտ զգանք Աստծուն, ավելի մեր մասնիկը էլի դնանք այս ամեն ինչի մեջ։ Մի խոսքով շատ սենց մի տեսակ ոգևորված եմ, շատ հսկայական աշխատանք է կատարված ու հպարտում նաև որ մասնակից եմ։ Հավաստագրերը, որ ստանում է յուրաքանչյուր կամավոր, թանկ մասունք են, որոնք պատմում են նաև մի մարդու մասին, ում խոսքը մշտապես գործ է, ով այս տասնամյակների ընթացքում իր մեծ ավանն ունի յուրաքանչյուր ոլորտում։ Մարինե Մարգարյան։ Յուրաքանչյուրին այստեղ դիմավորում են հայկական հյուրընկալությանը բնորոշ ջերմությամբ։ Մարդիկ հիացմունքով են խոսում Գագիկ Ծառուկյանի մասին, մարդ, որ կարող էր այսքան համախմբել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին ու ոչ միայն։ Բավականին մեծ ցանկություն ունեինք եւ հուսամ նորից կայցելենք արդեն արձանը դնելուց հետո ժողովուրդը հաճույքով են սպասում։ Մենք բոլորով ի սրտե շնորհակալություն ենք ուզում հայտնել պարոն Գագիկ Ծառուկյանին։ Ինքը այնքան լավ բաներ է արել մարդկանց համար, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության կառուցել է բազմաթիվ շինություններ, եկեղեցիներ, հյուրանոցներ եւ դրա հետ մեկտեղ նա այնքան բարի համբավ հայելով անձնավորությունն է։ Մի բառով ես իրեն անվանում եմ բարության ասպետ։ Ու մենք բոլորս այնքան լիահույս ենք, որ ունենալու ենք աշխարհով մեկ ճանաչված այս հետաքրքիր կառույցը, հիացած ենք։ Մեծ տուրիստական հոսք կլինի արձանի բացումից հետո, ոնց որ պարոն Ծառուկյանի ասում, այս արձանը թող համերաշխություն թասիբ, ջիգար, այն նեղասկոտությունը թողանցնի մեր ժողովրդից, ժողովուրդը դառնան հարազատ, բարեկամ, չէ՞ որ մենք մի ազգ ենք։ Մեզ ամեն ինչը Հայաստանի համար, հայոց պատմության համար շատ պատմական իրադարձություն է։ Ես շատ ուրախ եմ այս գործի համար։ Ես ինքս 44 օրյայի մասնակից եմ։ Կարամ ասեմ, որ կոնկրետ իմ համար շատ սուրբ գործ է։ Մարդիկ հատիսի գագաթից հեռանում են, վստահ որ կրկին կվերադառնան այստեղ, տեսնելու արդեն վեր խոյացող փրկչի արձանը, որպես հայ ժողովրդի վերածննդի, միասնության ու հավատի խորհրդանիշ։